Ինչպես հաղորդման սկզբում արդեն հասցրել ենք տեղեկացնել, այսօր մեկնարկում է գրքի ձմեռային փառատոնը եւ շատ տարբեր ու հետաքրքիր գրքեր այնտեղ կգտնեք։ Եվ հեղինակներից մեկը այսօր մեզ հետ է եւ զրուցելու ենք եւս մի հետաքրքիր գրքի մասին։ Այո, երաժշտության աշխարհից տեղափոխվում ենք գիրուգրականության աշխարհ եւ ողջունում մեր հյուրին բիզնես տրեյներ LinkedIn 101 գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը, բարի լույս։ Ողջույն ձեզ։ Գրքին բարի գալուստ մեր տաղավար, երրորդ գրքով եք գալիս, այո, երրորդ անգամ եք գալիս եւ հենց ուզում եմ հարցս սկսել այստեղից թերթելով ձեր Facebook-յան էջը, այն օրը հանդիպեցի մի գրառման, որ գրել էիք բնականաբար գրքերը երեխաների նման են, որոնցից առաջինը սովորեցնում է սկսել, երկրորդը առաջնորդել, իսկ ահա երրորդը այլ է։ Երրորդը սա է։ Եվ ո՞րն է այդ այլը, հետաքրքիր է։ Նախ ինձ եւս շատ հաճելի է ձեր տաղավարում երրորդ անգամ, նույնիսկ չորրորդ անգամ գտնվել։ Չորրորդ։ Մի անգամ էլ մեր միջոցառման շրջանակում Ճիշտ եք։ ելույթ ունեցել են ընկերոջս հետ, գործընկերոջս։ Գիրքը Եթե առաջի երկու գիրքը ավելի փափուկ հմտությունների, ավելի մի փոքր փիլիսոփայական ժանրից են, սա շատ ավելի գործնական է։ Եթե առաջի երկու գիրքը ավելի լայն լսարանի համար է, սա իրականում ավելի նեղ լսարանի համար է, որտեղ նվիրված է LinkedIn սոցիալական հարթակին, ընդ որում ոչ թե բոլորի համար, այլ ավելի շատ գործարարների կիրառման նպատակով, այսինքն ցանցը շատ լայներն օգտագործում է տարբեր մասնագետների, նոր ուսանողների, ովքեր աշխատանք են փնտրում նրանց կողմից, բայց կոնկրետ գիրքը նվիրված է այն ղեկավարներին, բիզնես առաջնորդներին, ովքեր ցանկանում են կառուցել եւ զարգացնել իրենց անձնային բրենդը գլոբալ առումով, օգտագործելով տվյալ հարթակը։ Ես եւ սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ հայկական իրականության մեջ հայալեզու թե տեսանյութերի թե նաև գրականության մեջ մեծ բաց կա։ Ինքս նվիրվեցի ես սոցիալական հարթակը կիրառելուն եւ ամբողջ սովորածը իմ փորձով, մեր հաճախորդների փորձով եւ նաև համաշխարհային լավագույն փորձով փորձեցի ամփոփել, վերածել ուղեցույց։ Որ կասեք, քանի որ LinkedIn-ի մասին ենք խոսում, որքանով այն տարածելի դարձավ Հայաստանում եւ ինչ օգտակար կետեր կան, որոնց մասին կուզեք խոսել։ Գիտեք, իրականում եթե համեմատենք այլ սոցիալական հարթակներ, որտեղ բոլորս կանք, ցավոք LinkedIn-ը ցուցակում եւի վերջինն է, ու ինքը ավանդաբար համարվում է այսպես փոխկապով շատ տենց խիստ տեղ, պաշտոնական, բայց իրականում ես միշտ ասում եմ նաև իմ հանդիպումների ու դասընթացների ժամանակ, որ երևի թե ամենաազնիվ սոցիալական հարթակն է, որովհետև քեզ վերադարձնում է այն, ինչ որ դու տվել ես ու կուտակվում է դա ու վերադառնում է քեզ, այսինքն այն հարթակը չէ, որտեղ մեկ կներեք անկապ պարով հաջորդ օրը դու գնում ես, ինչպես ասում են, վիրալ եւ այլն։ Հայկական իրականության մասին, տեսեք, Հայաստանում ըստ վերջի թվերի օգտագործում է մոտավորապես 428,000 մարդ LinkedIn-ը որպես սոցիալական հարթակ ու դեռ եթե անկեղծ շատ կայացած չէ LinkedIn-յան համայնքը հայկական, նաև դրա համար է մեր միջոցառումը, որի մասին խոսել ենք, կոչվում է LinkedIn Local Երևան, մենք դա արել ենք Հայաստանում, Միացյալ Նահանգներում, անցյալ տարի նաև Անգլիայում եւ Չինաստանում։ Նպատակն է LinkedIn-յան գաղափարախոսությունը օֆլայն եւ օնլայն տարածել։ Շատ տարածված չէ, բայց այս գիրքը այդ խնդիրը փորձում է լուծել։ Իսկ քանի որ նշեցիք գիրքը ավելի նեղ շրջանակի համար է, այսինքն կրկին սոցհարթակի մասին էլ նեղ շրջանակ է իմանալու, որոնք նաև երևի թե գիտեն արդեն։ Ինչ աշխատանքներ եք տանում թե գրքի միջոցով թե հետագայում, որպեսզի մարդիկ շատերը մեծամասամբ տեղեկացվեն եւ օգտվեն այս հարթակի դրական կողմերից։ Դրական կողմեր, որքանով գիտեմ, հետևելով ձեր էջին ունի։ Շնորհակալ եմ շատ։ Տեսեք, իրականում ես միշտ այսպես եմ ասում, ինչին ես հավատում, դա վերածվում գրքի։ Հիմա այս վերջի 2-3 տարին ես իրոք շատ նվիրված եմ այս գաղափարին ու հարթակին եւ օգտագործում եմ թե իմ, թե մեր գործունեության համար եւ կուտակած փորձը սկսեցի նաեւ կիսվել կուտակված փորձով մոտ 5 բիզնես միության անդամ եմ մեր ընկերությունում
ու որտեղ որ կանք, այդտեղ հնարավորություն կա հանդես գալ ելույթներով եւ բոլոր տեղերում գրեթե ես սեմինարներ եմ կազմակերպել նվիրված այս թեմային ու շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել գործարարների շրջանում, ինչպես նաեւ սկսել եմ իմ հեղինակային, այսպես ասած, դասընթացը որոշակի մրցութային կարգով, որտեղ հավաքում եմ շատ փոքր թվով մարդկանց ու մեծ 1-2 շաբաթվա ճանապարհ ենք անցնում իրենց LinkedIn-յան պրոֆայլ եւ ընդհանրապես դիրքավորման ամբողջ ռազմավարությունը մշակելու առումով համալսարաններում եմ ելույթ ունենում պետական, տնտեսագիտական, պետական ստորակետ, տնտեսագիտական ստորակետ եւ ֆրանսիական, ինչպես նաեւ այլ ուսանողության շրջանում եւս փորձում եմ ռոպագանդել, որտեղ դրա կարիքը շատ կա, հատկապես իրենք գիրքը այնքան էլ իրենց համար չէ, բայց հարթակը շատ կարեւոր է իրենց կարիերան ոնց որ մեկ օր շուտ ավելի ճիշտ ուղղության վրա դնելու համար։ Այսպես ու նաև այսպիսի եթերների շրջանակում եւ իմ էջերով ես փորձում եմ ռոպագանդել ու ես անդադ մասնավոր զրույցների եւ այլ հանդիպումների ժամանակ ստանում եմ այդ հետարձագանքը, որ այ քեզանից ողջևորվում ենք, այն օրը ես ինչ գրել էի, մեզ շատ ողջևորեց, սկսել եմ վերանայել պրոֆայլս եւ այլն, որոշակի ազդեցություն արդեն ունի։ Գոր հենց հետարձագանքների մասին էի ուզում հարցնել, դուք ասացիք, որ հավատը վերածվում է ձեր կողմից գրքի, իսկ գրքին հավատացողները շատ են, իրական արձագանքներ, որոնք իսկապես այդ տողով մոտիվացվել են կամ այդ քայլերը, որոնք դուք եք առաջարկում, առաջնորդվել են այդ քայլերով եւ հասել են հաջողությունների։ Քանի որ գիրքը դեռ հասանելի չէ լայն ընթերցողին։ Միայն սրա մասին չէ, որովհետեւ այդ երկուսն էլ այո մոտիվացիոն գրքեր էին, ահա։ Այդ դեպքում ես խոսում եմ ընդհանուր գրքերի մասին։ Ես հիշում եմ մոտ 10-15 տարի առաջ քաղաքում հետաքրքիր գովազդներ հայտնվեցին, միայն ուխտը չի կարդում կամ այս տիպի ինչ-որ գովազդներ կային։ Ու եթե մենք համեմատում ենք, տեսնում ենք, որ կա չէ տարբերություն, այսինքն այդ ռոպագանդան կամ չգիտեմ, այդ գրքի փառատոները եւ բոլոր ոնց որ գործողությունները, որոնք արվել են դրա ոլորտում, ազդեցություն թողել են։ Հիմա գիրքը շատ ավելի շատ են ամեն այսպես են ասում, ավելի շատ են գնում գիրք, չգիտեմ կարծում են թե չէ, քան 10-15 տարի առաջ։ Այսինքն գնել ավելի այս բանին նորաձև է։ Նու ավելի չափելի է։ Իսկ ինչպես նաև մեր մշակույթում մտել է, որ մենք արդեն գիրք ենք նվիրում իրար, կորպորատիվ նվերը որպես հանդես գալիս, դրա համար այս առումով վստահ եմ, որ այո մեծ փոփոխություն կա գրքերի առումով։ Գալով իմ նախորդ գրքերին, առաջինից անցել է արդեն 4, երկրորդից 2 տարի, ես շաբաթվա մեջ 1-2 անգամ սոցիալական ցանցերում, այսպես ասած, թագ են անում, որ գիրքը ձեռք են բերել կամ կարդացել են, սա են արել, կամ չգիտեմ, ինչ-որ իրավիճակում ինչ-որ տող է օգնել իրենց։ Այսինքն, այո, գրքերը ես ժամանակ առ ժամանակ նույնիսկ մոռանում եմ այդ անկեղծ, նման դեպքեր են հիշեցնում, որ այսպեսի աշխատանք է արվել, այսինքն սա լավն է, որ քեզանից անկախ գրքերն ապրում են ու ինչ-որ լավ ազդեցություն են դառնում։ Այո, ինձ հետաքրքիր է գոր, եթե մի պահ պատկերացնենք այդ 3 գրքի պրոակտիվ առաջնորդը հաջողության թաքնված կողմ եւ այս գրքի հեղինակը դուք չեք եւ 3 գիրքն էլ դրված է, որը կկարդայիք օրինակ։ Այ, վերջինը։ Ինչու՞։ Զուտ որպես նեղ մասնագիտական կհետաքրքրե։ Այո։ Շատ լավ։ Իսկ նախորդ ձեր գրքերից կան հատվածներ, որ ժամանակ առ ժամանակ վերհիշում եք եւ փորձում եք կամ չկրկնել կամ կրկնել միտքը ինչ-որ նոր ձևով։ Գիտեք, այսպես հետաքրքիր բան կա, ես մի քանի ստեղծագործող մարդու հետ շփվել եմ, որ գիրքը գրելուց հետո շատ բարդ է նորից բացել այն։ Հետաքրքիր բան կա, ֆերս եւ անբացա։ Ոչ այդքան, քան որ դա անկեղծ ասած շատ հաճախ շատ մեծ տարապանքների արդյունքում ծնված բան է, դու երբ որ բացում ես, ոնց որ վերապրես դա։ Այսպեսի ես այդպեսի վերապրում ունեմ։ Իսկ գրքերի մասը իհարկե ժամանակ առ ժամանակ բացում եւ հաճելորեն զարմանում եմ, ասում միգուցե այսքան խելացի եմ եղել այդ տարիքում։ Գիտեք, երկրորդ գրքի նախաբանն է շատ ուժեղ, որը ես ուղղակի առակ եմ օգտագործել եմ, որը շատ մեծ փիլիսոփայական գաղափար ունի իր մեջ ու ժամանակ առ ժամանակ նույնիսկ տարբեր ելույթների ժամանակ ես խոսում այդ մասին, այնտեղ չեմ կարող հիմա վերարտադրել, բայց պատասխանատվությունից խուսափելու մասին է ու ամբողջ գիրքը նվիրված է դրան հենց առաջնորդությանը։ Իսկ առաջին գիրքը ավելի շատ հմտությունների մասին է, ինչի կարիքը մեր հատկապես երիտասարդ սերունդը շատ ունի, հաղորդակցման հմտություններ, այսպես ասենք, փափուկ հմտություններ, որոնք
ավելի շատ մարդու բնածին են տրված, որոնք պետք է զարգացնել, հաղորդակցվել, կոմունիկացվել, կապեր ստեղծել, այսպես շարունակ։ Ինչպես նաև այդ գրքում նաև տեխնիկական հմտությունների մասին են խոսում, որոնք եւս շատ արդի են։ Ուզում եմ ասել, որ այդ գրքում նաև կան լուծումներ, առաջարկներ, ինչպես կիրառել այդ ամենը, եթե անգամ ներսում չկա ի վերուստ, ինչպես ասեցիք, բայց ես այստեղ կուզեմ նշել, որ ոչ միայն երիտասարդների, կարծում եմ հենց մեծահասակները ավելի շատ հենց չեն սովորեցրել մեր սերնդին, մեզնից հետո եկողներին, որ կարելի ցանկացած դիսկուս, խոսակցություն տանել ավելի կառուցողական եւ այլն, արդեն մեզանից հետո եկող սերունդը ըստ իս իհարկե սա իմ կարծիքն է, թե նման գրքերի միջոցով, թե շփման միջոցով ավելի կառուցողական ու թեթև են վերաբերվում թե մարդկային հարաբերություններին, թե ընդհանրապես աշխարհում ամեն ինչին։ Կորես, ինչու 101։ Սկզբից չանդրադարձանք։ Իրականում ի սկզբանե այլ անուն է որոշել, մի փոքր ավելի բարդ էր, ավելի փիլիսոփայական էր, չեն չեսնել, որպես սխալ ասոցիացիա չգնա։ Հետո եկա 101-ին, տեսեք, ընդհանրապես գրականության մեջ 101 ասելով նկատի ունենք սկզբից մինչև վերջ ուղեցույց։ Այս տրամաբանություն ունենք, այսինքն քայլերի ցանկ, որոնք քեզ ինչ-որ մի process-ում ուղղորդում են սկզբից մինչև վերջ։ Դրա համար ես որոշեցի օգտագործել եւ հարթակի անունը եւ այս թիվը, սա նաեւ մարքեթինգային առումով թիվը միշտ հետաքրքիր է վերնագրերի մեջ, ինչպես նաեւ ունի այսպես ասած ենթավերնագիր, ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի։ Այսպես, այսինքն քան որ ինքը հենց այդ process-ին է նվիրված, ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի ու այդ բոլոր հնարավոր քայլերը, որոնք հենց այսօր, հենց այս պահին, եթե ձեր ձեռքում հեռախոս լիներ, ես կարող եի կիսվել ու դուք ուղումներ անեիք, հենց այդ տրամաբանությամբ ես հասկացա, որ պետք է պարզեցնել։ Նախորդ անվանումը ավելի բարդ էր, որպեսզի մարդը ընկալի, որ սա գործողությունների ինչ-որ ցանկ է, ուղեցույց է, որը կուղղորդի իրեն սկզբից մինչև ցանկալի արդյունք։ Գորիս, ինչ գրքեր գրել եք դուք, ինչ հեղինակներ գուցե կան, հատուկ գրքեր կան, ում եք կարդացել, ումից եք լսել այդ ամենը կամ յուրացրել եւ արդեն ձևակերպել ձեր մտքերը։ Լավ հարց եք տալիս, Արմինե ջան։ Տեսեք, մինչև այսօր կարդում եմ տարբեր հեղինակների ու գնալով ավելի շատ, որովհետև հասկանում ես, որ շատ քիչ գիտես։ Շատ սիրում եմ Սթիվեն Քովին, իր ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորությունների գրքից շատ տպավորված, որը բազմաթիվ գրքերի, այսպես ասած, հիմք է դրել։ Ջոն Մաքսվելին եմ շատ սիրում, առաջնորդության մասին է խոսում եւ ոչ միայն։ Այսպես տարբեր գրքեր կան, ես կարող հեղինակներին չմտաբերեմ, բայց սովորություններին նվիրված, կապեր ստեղծելուն նվիրված, հիմա կարդում եմ Փիթեր Դրաքերի ղեկավարության առաջնորդությանը նվիրված գիրք, շատ հետաքրքիր է, ղեկավարի եւ առաջնորդի, այսպես ասած, տարբերությունների ոնց որ նրբերանգները շեշտադրելով։ Եվ ժամանակ առ ժամանակ չորության զգացում եմ ունենում, այդքան, այսպես ասած, ոչ գեղարվեստական գրականություն կարդալուց ու սկսում եմ կարդալ գեղարվեստական գրականություն։ Շատ քիչ իրականում, տարվա մեջ կարող եմ 1 կամ 2 գիրք բացեմ։ Այսպես Համեմելու համար։ Հա, իրականում ոնց որ դա գրքային արձակուրդ լինի ինձ համար։ Իսկ գեղարվեստական գիրք գրելու ցանկություն երբևէ չի առաջացել։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Տեսեք, իրականում ես քան որ բնույթով ստեղծագործ եմ, նույնիսկ սա որ ամենատեխնիկական գիրքն եմ 3 գրքերից, որտեղ իրականում դիագրամաներից ու բանաձևից բացի թերևս ուրիշ բան չպետք է լիներ, բայց բնույթս հաղթեց իրավիճակին ու բոլոր գլուխները գրեթե սկսվում են ինչ-որ պատմություններով, այսինքն որպեսզի այնպեսի տպավորություն է, որ մենք ես ընթերցողից զրուցում եմ, ինչ-որ իրավիճակ եմ ներկայացնում իրական, ինձ հետ եղած, հաճախորդի հետ եղած այլ եւ դրա համատեքստում շարունակում ենք։ Դա մեկ։ Երկրորդ իրականում ունեմ մի բան գրած, բայց դա իրականում 10 տարի առաջ ընդորում գրել եմ ու մի քիչ բարդ, այսպես ասած, ժանր է ու բարդ անկյուն եմ վերցրել, ես նույնիսկ չգիտեմ երբևէ դա կհրատարակեմ թե չէ։ Երբ արդեն թանձրանան, կարծում եմ ձեր ապրումները, հիշողությունները այդ ժամանակ կամփոփվի։
գուցե։ Մեկ անգամ վերընթերցեք եւ արդեն բարձ կլինի կուզենաք մենք էլ ընթերցենք դա թե ոչ։ Ամեն տարի ճիշտ ասած անդրադառնում են դրան, ինքը շատ կոնտրաստային կլինի երեք գրքերի համեմատ, ինքը եղբայրների հարաբերությունների մասին է, այսպես ասած։ Ես եղբայր չունեմ։ Ուզում եմ ասել իրական պատմություն է թե։ Չէ, ինքը հայտնի ինչ-որ պատմական իրավիճակի ոնց որ վերաշարադրում է։ Այսպես, բայց այդ մասին կավոր պլաններ չկան, կարծում եմ չարժե շատ խոսել։ Գոր, իսկ ինչ պայմաններում եք դուք սիրում գիրք գրել, քանի որ սովորաբար մարդիկ պատկերացնում են, որ գրողները պետք է առանձնանան, կտրվեն, ինչ որ շատ կամ բնության գրքում ձեզ մոտ ինչպես է ստացվում դա։ Իրականում այդտեղ իրականության տարեր կան, որովհետև ես այսօր հենց LinkedIn-ում գրառում եի կատրել մասին, որ այս գիրքը գրելը ինձանից ոչ միայն ժամանակ է տարել, այլ նաև հատկապես վերջի շրջանում սահմանափակել եմ ընկերական շփումները, ակտիվությունը, համացանցում եւ ընդհանրապես օֆլայն, այո, եւ մի քանի օր նույնիսկ աշխատանքի չէի գնում, տանից էի աշխատում, մի անգամ փոքրիկս ասեց՝ «Պապ, հիվանդ ես»։ Իրականում, հա, ես երբ որ կենտրոնանում եմ, ես պետքա իմ մոլորակում լինեմ ու այնտեղ չպետքա ոչ մեկ լինի։ Իրականում այդ մոլորակը կարող է լինել ցանկացած տեղ, բայց կարող է որ լինեմ միայնակ։ Այդ մոլորակը կարծում եմ մեր մեջ է եւ շրջապատը չի խանգարում։ Այսինքն ես այդ մոլորակը ստեղծում եմ եւ մեր տանը, մոլորակը ստեղծում եւ աշխատավայրում, եւ սրճարանում, եւ ճամփորդելիս, ուղղակի ինչ որ ժամանակահատված, երբ որ դու կենտրոնանալու ու ներսից դեպի դուրս հանելու հնարավորություն ունես։ Դե ինչ հուսով ենք այդ մոլորակը ձեր ներսի ինչպես նշեց գործընկերուհիս ավելի շատ կկանչի ձեզ, ավելի շատ կառանձնանաք եւ մենք կունենանք գնալով էլ ավելի լավ ու հետաքրքիր գրքեր ամենքը յուրովի եւ ինչու՞ չէ նաեւ գեղարվեստական այդ գեղեցիկ պատմությունը։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։ Ես հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ, որ տաղավարում բիզնես տրեյներ, նոր LinkedIn 101 գրքի հեղինակ Գոր Կարապետյանն էր, իսկ գրքի շնորհանդեսը հենց այսօր է լինելու գրքի ձմեռային փառատոնի ընթացքում։ Մենք Բարև Երկիրն ենք, մնացեք մեզ հետ։